2022 թվականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո արևմտյան պատժամիջոցների ֆոնին ռուսական էներգակիրների մատակարարումների հարցը դարձել է միջազգային օրակարգի առանցքային թեմաներից մեկը։ Կիևն ակնկալում է, որ Ուկրաինայի գործընկերները կարգել են կամ կսահմանափակեն ռուսական նավթի, գազի, ածխի գնումները եւ այդ կերպ ռուսական կողմին կզրկեն եկամուտներից, որոնք Մոսկվան կարող է ուղղել պատերազմի ֆինանսավորմանը։ 2025 թվականին Ռուսաստանի պետական բյուջեի մուտքերի 27%-ը բաժին է հասնում նավթագազային ոլորտից ստացված եկամուտներին։ Թերևս պատահական չէ, որ Արևմուտքն իր պատժամիջոցներով թիրախավորում է Ռուսաստանի նավթային ոլորտը։ Օրերս Դոնալդ Թրամփը հայտարարեց ռուսական Ռոսնեֆտ եւ Լուկոյլ նավթային ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների մասին, որոնք սակայն դեռ պետք է ուժի մեջ մտնեն նոյեմբերի 21-ին։ Ինչ ազդեցություն կունենա Արևմուտքի նման դիրքավորումը համաշխարհային եւ տեղական շուկաների վրա եւ արդյոք կստիպի Մոսկվային դադարեցնել պատերազմը։ Այսօր օրակարգում Արևմուտք-Ռուսաստան նավթային պատերազմն է։ Օրերս Դոնալդ Թրամփը հայտարարեց ռուսական Ռոսնեֆտ եւ Լուկոյլ նավթային ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների մասին։ Չինական նավթավերամշակման գործարաններից մեկն արդեն դադարեցրել է ռուսական նավթի գնումը։ Հնդկաստանի 5 խոշորագույն գործարաններ դեկտեմբերի համար ռուսական նավթի գնման որևէ հայտ չեն ներկայացրել։ Թուրքական խոշոր գործարաններն աստիճանաբար կրճատում են ռուսական նավթի գնումները։ Ռուսական ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հետևանքները զգալի կլինեն։ Պարոն Թրամփը շտապում է վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը։ Նա փորձում է գործի դնել հնարավոր բոլոր գործիքները։ Փորձագիտական շրջանակներն այս հարցում տարակարծիք են, կանխատեսումներն էլ ոչ միանշանակ։ Եթե որևէ լուծում չգտնվի, որոշ երկրներում կարող է վառելիքի ճգնաժամ լինել։ Արդեն 3 տարի շարունակվող քաղաքական ճնշումները, երկրորդային պատժամիջոցները, ռուսական նավթի ապօրինի վաճառքով զբաղվող ստվերային նավատորմի հետ կապված սահմանափակումները զգալիորեն ազդել են Ռուսաստանից նավթի արտահանման ուղղությունների վրա։ Ֆիննական էներգիայի եւ օդի որակի հետազոտության կենտրոնի տվյալով 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ ռուսական հում նավթի խոշորագույն գնորդներն են Չինաստանը 47%, Հնդկաստանը 38% եւ Թուրքիան 6%։ Անդրադառնանք ռուսական նավթի հիմնական ներկրողներին առանձին։ Աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող Չինաստանում վերջին 10 տարվա ընթացքում նավթի պահանջարկն աճել է ավելի քան 35%-ով։ Պեկինի համար Ռուսաստանն ավանդաբար համարվում է էներգառեսուրսների, այդ թվում նավթի գլխավոր մատակարարներից։ 2024 թվականին Չինաստանը ներմուծել է ավելի քան 108 միլիոն տոննա նավթ, սակայն 2025 թվականի առաջին կեսին մատակարարումները նվազել են 7.6%-ով։ Այս կրճատումը փորձագետները բացատրում են ոչ թե արևմուտքի քաղաքական ճնշումներով, այլ այն լոգիստիկ ու բանկային խոչընդոտներով, որոնք առաջացել են արևմտյան պատժամիջոցների հետևանքով։ Տեղեկություններ կան, որ չինական նավթավերամշակման գործարաններից մեկն արդեն ժամանակավորապես դադարեցրել է ռուսական նավթի գնումը։ Ըստ Reuters-ի Պեկինը փորձում է գտնել ռուսական նավթի այլընտրանքներ եւ արդեն մեծացնում է Սաուդյան Արաբիայից մատակարարումները։ Երկրորդ խոշոր ներմուծողը Հնդկաստանն է։ Հոկտեմբերի վերջին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ զրուցել է Հնդկաստանի վարչապետի հետ եւ Նարենդրա Մոդին խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումները։ Հատկանշական է, որ Նյու Դելին պաշտոնապես չի հաստատել Սպիտակ տան ղեկավարի խոսքերը։ ԱԳՆ-ից միայն նշել են, որ տեղյակ չեն Թրամփ-Մոդի հեռախոսազրույցի մասին։ Իրավիճակը սրում են Թրամփի ճնշումները մաքսատուրքերի տեսքով։ Այս պահին Հնդկաստանից ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը շատ բարձր են ռուսական նավթի ներմուծման պատճառով, սակայն նրանք դադարեցրել են Ռուսաստանից նավթի գնումները, դրանք զգալիորեն նվազել են, ուստի ինչ-որ պահից մենք կնվազեցնենք մաքսատուրքերը։ Դոնալդ Թրամփը հավելել է, որ այժմ Նյու Դելիի հետ աշխատում են առևտրային նոր գործարքի ուղղությամբ, որը Սպիտակ տան ղեկավարի խոսքով կլինի արդար։ Ինչ է հայտնի մաքսատուրքերի վերաբերյալ։ 2025 թվականի ամռանը Թրամփը հայտարարեց Հնդկաստանի նկատմամբ 25%-ի լրացուցիչ մաքսատուրքերի մասին։ Այդպիսով ԱՄՆ արտահանվող հնդկական ապրանքների ընդհանուր մաքսատուրքերը հասցվեցին 50%-ի, ինչն ըստ տարբեր գնահատականների արդեն բացասաբար է ազդում Հնդկաստանի տնտեսության վրա։ Հոկտեմբերի 23-ին
Վաշինգտոնը հայտարարեց ռուսական նավթային խոշորագույն ընկերությունների Լուկոյլի եւ Ռոսնեֆտի դեմ պատժամիջոցների մասին, հույսով, որ դա կարող է ստիպել Մոսկվային նստել ռուս-ուկրաինական բանակցությունների սեղանի շուրջ։ Թրամփի որոշումը նաեւ երկրորդային պատժամիջոցներ է նախատեսում երրորդ երկրների այն կազմակերպությունների համար, որոնք կգործակցեն ռուսական ընկերությունների հետ։ Ստեղծված իրավիճակի եւ Նյու Դելիից պաշտոնական պարզաբանումների բացակայության ֆոնին տարբեր զլմներ գրում են, որ Հնդկաստանն արդեն սկսել է վերանայել էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ գործակցությունը։ Բլումբերգը վկայակոչելով իր աղբյուրները հաղորդում է, որ Հնդկաստանի նավթի վերամշակման 5 խոշորագույն գործարաններ դեկտեմբերի համար ռուսական նավթի գնման որևէ հայտ չեն ներկայացրել։ Մինչդեռ մինչ այժմ այդ ընկերություններն ապահովել են ռուսական նավթի ներմուծման 2/3-ը։ Բլումբերգի տվյալով հնդկական 2 ընկերություն շարունակում է ռուսական կողմի հետ գործարքները, սակայն օրինակ Indian Oil Corporation-ը կաշխատի այն մատակարարների հետ, որոնց վրա պատժամիջոցները չեն տարածվում։ Նշվում է, որ հնդկական ընկերությունները դեռևս սպասում են ազդակների կառավարությունից։ Գործարաններն այլընտրանքներ են փնտրում ռուսական մատակարարումներին, քանի որ ստիպված են դադարեցնել ռուսական նավթի գնումները պատժամիջոցների ռիսկի պատճառով։ Hindustan Petroleum Corporation-ը եւ MRPL նավթավերամշակման պետական գործարաններն արդեն 5 միլիոն բարել հում նավթ են գնել Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Մերձավոր Արևելքից։ None of these have been confirmed. Տարբեր աղբյուրներ տարբեր հայտարարություններ են անում, բայց դրանցից ոչ մեկը մինչ օրս չի հաստատվել։ Այո, Ռոսնեֆտը եւ Լուկոյլը ապահովում են ռուսական արտանման ընդհանուր ծավալի գրեթե 57%-ը, սակայն դեռ կան ընկերություններ, որոնք պատժամիջոցների տակ չեն։ Հնդկաստանը եւ ցանկացած այլ երկիր կարող է նրանց հետ գործակցել։ Այժմ գնդակը Հնդկաստանի դաշտում է։ Կշարունակենք արդյոք ռուսական նավթ գնել միջնորդների միջոցով կամ օգտագործել այսպես կոչված ստվերային նավատորմը, թե Ռուսաստանից գնումները կկրճատվեն։ Սակայն կարող է արդյոք Հնդկաստանն այլընտրանք գտնել ռուսական մատակարարումներին։ India imports 86%. Հնդկաստանում սպառվող հում նավթի 86%-ը ներմուծվում է։ Էներգետիկ անվտանգությունը եւ մատակարարման շղթաների հուսալիությունը շատ կարեւոր են երկրի զարգացման համար։ Պատմականորեն այդ ոլորտում մեր ամենահուսալի գործընկերներն են եղել Մերձավոր Արևելքի երկրները, այդ թվում Իրանը, Քուվեյթը, Իրաքը։ Սակայն պարոն Թրամփի ճնշման քաղաքականության ֆոնին ստիպված էինք իրանական նավթի ներմուծումը 10%-ից հասցնել 0-ի։ Ռուսաստանից հետո երկրորդ տեղում Իրաքն է, ապա Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ այլ երկրներ։ Հարշիտ Շարմայի խոսքով Նյու Դելիի նկատմամբ Թրամփի դիրքորոշումը փոքրինչ անհասկանալի է, քանի որ ռուսական նավթի ամենախոշոր ներմուծողը ոչ թե Հնդկաստանն է, այլ Չինաստանը։ Պատճառը թերևս այն է, որ Պեկինի վրա Վաշինգտոնի ազդեցության լծակները սահմանափակ են։ Mr. Donald Trump was in a hurry. Կարծում եմ, պարոն Թրամփը շտապում է վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը։ Նա փորձում է գործի դնել հնարավոր բոլոր գործիքները, այդ թվում Ռուսաստան, Հնդկաստան գործընկերությունը եւ ճնշում գործադրել Վլադիմիր Պուտինի վրա։ Հարշիտ Շարման եզրափակում է, նույնիսկ եթե Հնդկաստանը տեսականորեն կրճատի գնումները, Մոսկվան դրանից շատ չի տուժի։ Էներգետիկայի հարցերով փորձագետ Դմիտրի Ժդաննիկովն այլ կարծիք ունի։ Ռուսական ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հետևանքները զգալի կլինեն։ Նման պատժամիջոցներ արդեն սահմանվել էին Գազպրոմ նեֆտի եւ Սուրգուտի նկատմամբ։ Իհարկե դրանք չկանգնեցին նավթի հոսքերը։ Հնդկաստանը եւ Չինաստանը շարունակեցին ռուսական նավթ գնել, սակայն Մոսկվան ստիպված էր մեծ զեղչով նավթ վաճառել, ինչը նշանակում է Կրեմլի եկամուտների կրճատում։ Նաև ըստ Դմիտրի Ժդաննիկովի Հնդկաստանը հավանաբար չի համաձայնի էականորեն կրճատել ռուսական նավթի ներմուծումը, քանի դեռ Միացյալ Նահանգները չի նվազեցրել հնդկական ապրանքների նկատմամբ գործող մաքսատուրքերը։ Ռուսական նավթի երրորդ խոշոր գնորդը Թուրքիան է։ Այդ երկրի ներմուծվող հում նավթի ավելի քան 47%-ն ունի ռուսական ծագում, սակայն ըստ Reuters գործակալության արևմտյան պատժամիջոցների ֆոնին թուրքական նավթավերամշակման խոշոր գործարաններն աստիճանաբար կրճատում են ռուսական նավթի գնումները։ Այս թեմայով կզրուցենք Թուրքիայի էներգետիկ ռազմավարության եւ քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Օգուժան Աքեների հետ։ Բարև ձեզ, պարոն Աքեներ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Պարոն Աքեներ, արևմտյան հակառուսական պատժամիջոցների մասին հայտարարությունների ֆոնին արևմտյան զլմները գրում են, որ Թուրքիան, ինչպես եւ Հնդկաստանը, վերանայում է Ռուսաստանի հետ էներգետիկ գործակցությունը։ Ցիտեմ Reuters գործակալության հրապարակումը։ Սթարը, Թուփրաշը դեկտեմբերին նավթ կստանան Իրաքից, Ղազախստանից եւ այլ երկրներից։ Արդյոք կան այս տեղեկությունը հաստատող տվյալներ եւ արդյոք Թուրքիան սկսում է այլընտրանք փնտրել ռուսական նավթին։ To Russian oil.
Նախ պետք է նշեմ, որ արդեն գործող նախագծերից դուրս գալը հեշտ չէ, այդ թվում քաղաքական առումով։ Իհարկե, ոչ մի երկիր չի ցանկանում հայտնվել պատժամիջոցների ցուցակում։ Ուստի եթե փոփոխությունների կարիք կա, դրանք արվում են աստիճանաբար։ Անդրադառնամ Թուրքիայի նավթավերամշակման հատվածին։ Թե Սոկարը, թե Թուրքիայում նավթավերամշակման ամենամեծ գործարաններ ունեցող Թուփրաշը իսկապես պատրաստվում են նվազեցնել ռուսական նավթի գնումները այս տարվա դեկտեմբերի համար։ Սակայն պաշտոնական հաստատում չկա։ Կարող են լրացուցիչ համաձայնություններ ձեռք բերվել Ղազախստանի, Իրաքի կամ Սոմալիի հետ։ Փորձագիտական գնահատականներ կան, որ կրճատելով ռուսական նավթի մատակարարումները Նյու Դելին եւ Անկարան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից եւ զեղչեր ստանալ Մոսկվայից։ Իրականում զեղչը բազային ակնկալիք է։ Չեմ բացառում, որ Ռուսաստանից հաջորդ տարվա հունվար-փետրվարի մատակարարումների գները կարող են վերանայվել։ Այնուամենայնիվ, պատժամիջոցների պատճառով ռուսական հում նավթը միջազգային շուկաներում ավելի էժան գներով է վաճառվում։ Որքան նավթ է գնում Թուրքիան Ռուսաստանից, հանրապետության նավթի ներմուծման քանի տոկոսն է ապահովում Ռուսաստանը։ Այս տարվա տվյալները դեռ պաշտոնապես չեն հրապարակվել։ 2024-ին Թուրքիան ներմուծել է 30 միլիոն տոննա հում նավթ, որից 17 միլիոնը ռուսական է, մնացածը ստացվել է Իրաքից եւ Ղազախստանից։ Հում նավթի ներմուծման դեպքում Թուրքիայի կախվածությունը Ռուսաստանից 56% է։ Ռուսական արտադրանքից Անկարայի կախվածությունը շատ մեծ է, բայց հարկ է նշել, որ օրինակ ժամանակին Թուրքիան իրանական նավթ էր ներմուծում, սակայն Իրանի հետ կապված խնդիրների պատճառով անցում կատարվեց ռուսականի։ Կարծիք կա, որ Անկարան շատ ավելի է կարևորում Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ հարաբերությունները։ ՆԱՏՕ-ի անդամ է, ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Ձեր կարծիքով որքանով է հավանական, որ Անկարան կհեռանա Ռուսաստանից։ Ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Անկարան հավասարակշռված դիվանագիտություն է վարում Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Էներգետիկ նախագծերի հետ կապված խնդիրներ չունենք Մոսկվայի հետ։ Երկու երկրները Էրդողանի եւ Պուտինի ղեկավարությամբ ի վիճակի են լավ գործարքներ կնքել։ Անկարան խոր եւ սերտ հարաբերություններ ունի արևմտյան դաշնակիցների հետ, այդ թվում առևտրի ոլորտում։ Սակայն դա չի կարող հանգեցնել Մոսկվայի հետ հարաբերությունների վատ թարացմանը։ Թուրքիան ունակ է այլընտրանքային լուծումներ գտնել նաև պատժամիջոցների հարցում, բանակցել եւ համոզել Թրամփի վարչակազմին, ինչպես օրինակ դա տեղի ունեցավ Հունգարիայի դեպքում։ Դոնալդ Թրամփը բացառություն է արել Բուդապեշտի համար եւ թույլ տվել շարունակել ռուսական ընկերությունների հետ գործարքները։ Հուսով եմ հաջորդ տարի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հակամարտությունը կկարգավորվի եւ բոլոր պատժամիջոցները կչեղարկվեն։ Ձեր գնահատմամբ, եթե նոյեմբերի 21-ին պատժամիջոցներն այնուհանդերձ ուժի մեջ մտնեն, ինչպես դա կազդի Ռուսաստանի տնտեսության եւ համաշխարհային շուկայի վրա։ Իրականում դա անմիջականորեն կազդի Ռուսաստանի տնտեսության, առևտրի, գումարային փոխանցումների, առաքման գործընթացների վրա։ Դաշնությունն այժմ խնդիրներ ունի իր նավթի վաճառքի հետ կապված։ Կարող են լոգիստիկ նոր խնդիրներ առաջանալ, սակայն այս ընթացքում Մոսկվան արտահանման խնդիրները լուծելու տարբերակներ գտել է։ Հատկանշական է, որ եթե պատժամիջոցները խստացվեն, Ռուսաստանը եւ Չինաստանը ավելի կմերձենան։ Պեկինը ամենաշատը կշահի պատժամիջոցներից, անտեսելով Միացյալ Նահանգների սահմանափակումները, իսկ Վաշինգտոնի գլոբալ քաղաքականությունը հիմնականում ուղղված է Չինաստանի դեմ, այնպես որ նույնիսկ եթե ամերիկյան վարչակազմը խստացնի հակառուսական պատժամիջոցները, դա երկարաժամկետ բնույթ չի կրելու։ Պարոն Աքեներ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Անդրադառնանք Ռուսաստանի նավթային ոլորտի նկատմամբ ամերիկյան հնարավոր պատժամիջոցների ազդեցությանը։ Հնարավոր, քանզի դրանք դեռ պետք է ուժի մեջ մտնեն նոյեմբերի 21-ին, սակայն Դոնալդ Թրամփը կարող է վերանայել այդ որոշումը, ինչպես եւ նախկինում մաքսատուրքերի վերաբերյալ իր մի շարք որոշումներ։ Փորձագիտական շրջանակներն այս հարցում տարակարծիք են,
կանխատեսումներն էլ ոչ միանշանակ։ Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ արևմտյան պատժամիջոցները որևէ ազդեցություն չունեն եւ Ռուսաստանը վաղուց սովորել է հաղթահարել դրանց հետևանքները։ Թեև ամերիկյան պատժամիջոցները դեռ ուժի մեջ չեն մտել, ռուսական նավթային ընկերություններն արդեն իսկ բախվում են խնդիրների։ Լուկոյլն օրերս հայտնել է, որ ցանկանում է վաճառել իր արտասահմանյան դուստր ձեռնարկությունը Կիպրոսում գրանցված Gunvor Group նավթային թրեյդերին, սակայն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է հաստատել գործարքը, պատճառաբանելով, որ Gunvor Group-ը կապեր ունի Մոսկվայի հետ։ Financial Times-ի տվյալով Լուկոյլի արտասահմանյան ակտիվների վաճառքի ձախողման հետևանքով ընկերությունը կարող է 14 միլիարդ եվրո կորցնել։ Ըստ Reuters-ի միլիարդավոր դոլարների տարեկան շրջանառություն ունեցող Լուկոյլը ֆորս մաժորային խնդիրներ ունի նաև Իրաքում։ Ընկերությունը տեղեկացրել է, որ պատժամիջոցների պատճառով 6 ամսվա ընթացքում հնարավոր է դուրս գան արևմտյան Քուրնա-2 հանքավայրի նախագծից։ Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ Իրաքը դադարեցրել է Լուկոյլին կանխիկ վճարումները։ Լուկոյլի նկատմամբ նոր սահմանափակումները ավելի են բարդացնում Ռուսաստանի վիճակը, քանի որ ընկերությունը բավականին նշանակալի գործարքներ է իրականացնում նաև Եվրոպայում։ Այն վերամշակման գործարաններ ունի Բուլղարիայում, Ռումինիայում։ Լուկոյլը Հունգարիա եւ Սլովակիա նավթի հիմնական մատակարարն է։ Եթե որևէ լուծում չգտնվի, որոշ երկրներում կարող է վառելիքի ճգնաժամ լինել։ Այնուհանդերձ աշխարհում այս պահին նավթի խիստ պակաս չկա։ Ըստ տարբեր կանխատեսումների կտեսնենք առաջարկի աբելցուկ, օրինակ Միացյալ Նահանգներում, Գայանայում եւ այլ վայրերում նավթի արդյունահանման աճի շնորհիվ։ Բայց իհարկե, եթե շուկայից հանենք ամբողջ ռուսական նավթը, որը կազմում է համաշխարհային մատակարարումների 10%, դա էականորեն կազդի գնագոյացման վրա։ Բայց չեմ կարծում, որ այս փուլում կարելի է խոսել ռուսական նավթի արտահանման դադարեցման մասին։ Փորձագետների կարծիքով ռուսական նավթային ոլորտի վրա ճնշումներ գործադրելու հարցում ամերիկյան կողմը չի կիրառում իր ամբողջ գործիքակազմը։ Կարծիք կա, որ եթե ԱՄՆ նախագահը իսկապես ցանկանար պատժել Մոսկվային Ուկրաինայում պատերազմի համար, առնվազն կարող էր միանալ ստվերային նավատորմի դեմ եվրոպական պատժամիջոցներին, ինչն ավելի ցավոտ կլիներ Ռուսաստանի համար։ ԱՄՆ վարչակազմից սակայն հայտարարում են, առաջիկայում այլ պատժամիջոցներ պետք չէ ակնկալել։ Պատժամիջոցների հարցում շատ բան այլևս չունենք անելու։ Մենք հարված հասցրինք նրանց խոշոր նավթային ընկերություններին, ինչը խնդրում էին բոլորը։ Ինչ վերաբերում է ստվերային նավատորմին, կարծում եմ այս հարցով կարող են զբաղվել եվրոպացիները, քանի որ շատ գործարքներ տեղի են ունենում նրանց հարևանությամբ։ Այսպիսով արևմտյան ճնշումներն արդեն իսկ ազդում են Ռուսաստանի նավթային ոլորտի վրա, սակայն կարծիք կա, որ Թրամփն այդքան էլ անկեղծ չէ պատժամիջոցների վերջնանպատակի հարցում։ Այն է նպաստել Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը։ Ամերիկյան կողմը ձգտում է նաև ամրապնդել իր դիրքերը նավթի համաշխարհային շուկայում, ինչը Թրամփի նախագահության առաջնահերթություններից է։ Օրակարգում էր Արևմուտք Ռուսաստան նավթային պատերազմը։